թեմայով ուրեմն պնդումներին, սկսեմ նրանից, որ եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի ղեկավարությամբ սկսել է խառնվել մի խանգարեք ինձ, մի խանգարեք ինձ։ Հարգելի գործընկերներ, մի վարքյան, պարոն Հովհաննիսյան, հարգելի գործընկերներ, այս ամբիոնից կարող են հնչել ձեզ համար տհաճ արտահայտություններ, քանի դեռ այս ամբիոնից չի հնչել վիրավորանք, դուք պարտավոր եք մի վարքյան, դա ձեր գնահատականն է, քանի դեռ չի հնչել օբյեկտիվ վիրավորանք, խնդրում եմ լռել եւ լսել, դուք ունեք հնարավորություն այս ամբիոնից արձագանքել ելույթներին, մի խանգարեք, խնդրեմ, վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը։ Մի վարքյան, մի տեղից խոսեք, պարոն Հովհաննիսյան, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ։ Դուք ասում եք, որ դուք զբաղվում եք եւ ձեր պայքարը եկեղեցու պաշտպանության մասին, հա։ Մենք ասում ենք հետեւյալը. եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ խառնվել է։ Հարգելի գործընկերներ, դուք հիմա խանգարում եք ելույթ ունեցողին։ Ես ենթադրում եմ, որ եթե դուք շարունակեք նման կերպ, քաղաքացիական պայմանագիրներ կարող է ասենք ամեն անգամ ինչ որ բան ասեք, դուրները չկա, նույնը անել։ Ուր կհասնենք մենք այդպես։ Մի տեղից բռավեք։ Խնդրում եմ ուշադիր լինել, որովհետև կրկնում եմ, եթե մենք գնանք այս տրամաբանությամբ, այս ազգային ժողովի դալիճը վերաբացվելու է անընդհատ այս սրա։ Եկեք այդպես չանենք։ Վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը, խնդրեմ պարոն Հովհաննիսյան։ Գլխավորությամբ, որ չարաճճիություն չանեք քաղաքական առումով եւ նաեւ ես կարողանամ միտքս ձեզ տեղ հասցնել, գլխավորությամբ լռեք իմ ելույթի Մի վարքյան էլ ներողություն պարոն Հովհաննիսյան, ներողություն։ Ով էր տեղից խոսում։ Լիաննա Գասպարյանը ես։ Տիկին Գասպարյան, ձեզ հայտարարում եմ նախազգուշացում, տեղից մի ընդհատեք ելույթ ունեցողին։ Ես նորից սկսեմ էլի։ Վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը։ Գլխավորությամբ խառնվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին, եւ սա դեռ բավարար չէ։ Եկեղեցու առնվազն երկու պաշտոնյայի, բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ կա տեղեկատվություն, որ նրանք խախտել են կուսակրոնության ուխտը։ Եվ հաշվի առնելով, որ ինչպես Գառնիկ Դավթյանը ասեց, որ եկեղեցին մեր պետության հիմնասյուներից է, ես ամբողջությամբ համաձայն եմ ձեր այդ գնահատականների հետ, եւ հաշվի առնելով, որ այս նշածս հանգամանքները խարխլում են պետության հիմնասյուները, մենք կանգնած ենք եկեղեցու պաշտպանության եկեղեցու կողքին, մենք պաշտպանում ենք եկեղեցուն, իսկ դուք պաշտպանում եք կուսակրոնության ուխտը խախտած, քաղաքականության մեջ խառնված եկեղեցականներին, որոնք օգտագործելով կրոնը եւ եկեղեցին պաշտպանում են իրենց ուխտը խախտելը, քաղաքականության մեջ ներգրավել, այլ բաների մասին էլ չեմ խոսում, ուրիշ տեղ չեմ շարունակում։